եմ, ասեք, որքանով իրավաչափ եք գնահատում Ռուբեն Так, մինչև օրինաչափությանը հասնենք, եկեք վերհիշենք ինչա տեղի ունեցել, ավելի ճիշտ։ Տեսեք, հայտնի իրադարձությունների շրջանակներում Ռուբենը որպես փաստաբան առաջին հերթին, երկրորդ որպես գյումրեցի իր պարտքը համարեց մեկնել այնտեղ, նախ որպեսի իր մասնագիտական գործունեությունը ապահովի, երկրորդն էլ թույլ չտա, որպեսի այնտեղ եւս իրավունքի խախտումներ տեղի ունենան, իրավապահ մարմինները չկիրառեն բիրտ ուժ, անհամաչափ գործողություններ անեն եւ այնտեղ կադրերից եւս երևում է եւ լրատվամիջոցներն են տարածել համացանցերում, որ Ռուբենը ներկայանում է որպես փաստաբան, նույնիսկ հորդորում է ոստիկանին չխոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը, այնուհետև այդ բախումների արդեն եւ ձերբակալումների ժամանակահատվածում պարզ երևում է, որ նա ձեռքերը վեր բարձրացրած, ափերը բաց, հորդորում է, որպեսզի մարդկանց ծեծիչը ենթարկեն, այդ բիրտ ուժը չկիրառեն, որից հետո նա ձերբակալվում է եւ բնականաբար մենք բոլորս դրանից հետո սպասում ենք, որ շուտապույտ ազատ կարձակվի, լավ հասկանալով, որ միգուցե ոստիկանները այդ պահի դրությամբ չեն կողմնորոշվել, չեն հասկացել եւ շուտ ազատ կարձակվի։ Այնուհետև մենք տեղեկացանք, որ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, այնտեղ արդարադատության խոչընդոտումներ, զանգվածային ուրեմն անկարգությունների մասնակցություններ եւ մեկ այլ հոդվածեր, այնուհետև մեղադրանքը երկու հոդվածով են պաշտոնապես մենք տենց ենք տեղեկացել եւ եւս հույս ունենք, ասում ենք դե լավ, հիմա եւս մեկ քայլ է, ոչինչ կհասկանանք, էլ չի հասնի ինչ որ դատարանի կամ չի կիրառվի առավելագույն խափամամիջոցներից մեկը։ Բայց ի վերջո դատարանը ի զարմանս բոլորի, քանի որ բազմաթիվ փաստեր են ներկայացվել, այդ կադրերն են ներկայացվել, իր բնութագիրն է ներկայացվել, այդ ամբողջությամբ եւ հակառակը մյուս կողմը, ինչպես պաշտպանական խումբը հայտնեց, փաստաբանները հայտնեցին, ներկայացել է ընդամենը մեկ ապացույց, դա ոստիկանի ցուցմունքն է։ Այնտեղ է խնդիր կա, որ կարծես թե պետք է այն ոստիկանի ցուցմունքը լիներ, ով որ ձերբակալել է իրեն, որը ասում է, որ, չգիտեմ, օրինակ իմ հանդեպ ուժ է կիրառվել, սակայն արձանագրությունը կազմել է մեկ այլ ոստիկանի կողմից, ինչը եւս շատ տարօրինակ է։ Բազմաթիվ խոսացվել է, որ անթույլատրելի է, թե եվրոպական ուրեմն մարմինների կողմից, թե մեր վճռաբեկ դատարանի կողմից, որ մեկ ցուցմունքով ոստիկանի կողմից տրված ապացույցով չի կարելի, անթույլատրելի է։ Այստեղ պետք է ուղղակի հասկանանք, էլի մենք ինչի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք բացարձակ անմեղ լինելուց, այսինքն այն գործունեություն է ծավալել, որը որ պետք է խրախուսվի նորմալ իշխանությունների եւ նորմալ պետությունում, որ փաստաբան է մեկնում, հանդարտեցնում է, դա ողջունելի է։ Եվ մենք խոսում ենք ծայրահեղ խափաման միջոցի կիրառման մասին, սա երկու տարբեր բևեռներ են։ Լավ, մենք կարող ենք ասենք բռնել եք բաց թողեք, լավ կարող ենք ասենք վարչական իրավախախտում է, լավ կարող ենք ասել մեղադրանք առաջադրվել, եկեք ստորագրությամբ բաց թողեք կամ գրավով կամ տնային կալանքով, տեսեք ինչքան է մեծ սպեկտրը, բայց այս ծայրահեղությունը ցույց են տալի, որ սա եւս բացարձակապես ուղղորդված քաղաքական ձերբակալում է եւ կալանավորում է։ Դատավորը եղել է Վարսենիկ Մելքոնյանը, որ այդ որոշումը կայացրել է երկար տևած դատական նիստից հետո, ուշ ժամին գիշերվա այդ որոշումը մեզ հանձնեց։ Մենք այս պայծրությամբ ուսումնասիրում ենք, գիտեք, այդ հատակը, ինչքան ցածր եւ ինչ էլ ավելի զարգացումներ կարող են տեղ ունենալ։ Ինչը որ սпасելի է, իհարկե սпасելի է։ Մենք մասշտաբներն ենք այս պահի դրությամբ բոլորս ազգովի այսպես ասած ուսումնասիրում։ Կարծես թե ծուռ հայլիների աշխարհում են գտնում։ Խոսում ենք ժողովրդավարության մասին, բայց գրեթե ոչ մի բան ժողովրդավարությունից այլևս չի մնացել։ Թե փաստաբաններն են այսօր ձերբակալվում, թե բարերարներն են ձերբակալվում, թե իրավապաշտպաններն են ձերբակալվում եւ դատարանների մասին այլևս խոսք չկա, գիտեք, վարկաբեկված է ամբողջ դատական համակարգը։ Ըստ դիմադրություն որպես այդպիսին, ով պետքա իրականացներ, օրենքի գերակայության մենք մասին ենք խոսում, ենք հակակշիռների մասին ենք խոսում, բայց այս իշխանությունները չեն ստանում եւ միակ
միակ ուժը, որ կարող է դիմադրել, դա ժողովուրդն է։ Հենց ժողովուրդը իր անհամաձայնությունը հայտնել, բացառապես բնականաբար օրինական ճանապարհների մենք մասին ենք խոսում, բայց այդ ուժը եւ խոսքը պետք է լինի լսելի, պետք է լինի հավաքական եւ միասնական։ Այս իշխանությունների ռազմավարությունը, տակտիկան նրա մասին է, որ բաժանել ժողովրդին, կիսել, պիտակավորել, ասել է սրանք նախկինները, չեք նկատել, որ ով հայտնվում է դաշտում, խոսում է ինչ-որ այն բանի մասին, որ ինձ դուրեկան չեն, վրաս դառնում է վատը, վարկաբեկվածը, չգիտեմ, հակապետականը եւ այլն եւ այլն։ Էլ չի մնացել որևիցե կառույց, մարդ, կազմակերպություն, որը որ իրենցից տարբերվող լինի եւ չլինի ըստ իրենց վարկաբեկված։ Սա է խնդիրը, բայց մենք բազմաթիվ անգամ շեշտադրում ենք այն մարդիկ, ովքեր որ կատարում են այդ անօրինական գործողությունները, առաջին հերթին բնականաբար պետք է իրենց խղճի առաջ պատասխան տան։ Երկրորդը գիտակցեն, որ վաղ թե ուշ իշխանությունը հատկություն ունի, նա փոփոխական է։ Եվ այդ արարքը ինչ որ միտեղ արձանագրվում է, եւ վաղը թե մյուսօր նրանք պատասխան տալու հարց է առաջանալու։ Ոնց են դա հիմնավորելու։ Ինչ են ասելու, հրաման եմ ստացել, կատարել եմ, ինչ են ասելու, ընտանիք ենք պահում դրա համար, սա անթույլատրելի է այլ մարդկանց հաշվին, անմեղ մարդկանց հաշվին իրենց ինքնահաստատվելը։ Իշխանությունները վախենում են, այսինքն սա բացահայտում է այն մասին, որ այո, իշխանությունները վախում են, մեծ վախում են։ Տեսեք, ձեր հարցը ի սկզբանե որ տվեցիք, տրամաբանորեն բերեց նաև այս հարցին եւ պատասխանին։ Իշխանությունները իրենց գործողություններով, որ ամենաթողության են գնացել, բերում են դժգոհությունների, ժողովուրդը հիմար չի, նա գիտակցում է, որ այս իրավունքը խախտվեց, այն իրավունքը խախտվեց, բազմաթիվ կորուստներ են, սա կառավարության ծրագրի ընդհանուր ձախողումն է, հա, այս իշխանությունների ձախողումն է, եւ նրանք փորձելով արդարանալ ճակերտների մեջ կիրառում են այս միջոցները, վախենալով, որ ժողովուրդը վաղը մյուսօր ի վերջո հարց է տալու։ Եթե դու եկել ես իշխանությանը, ժողովրդի քվեն ես ստացել ժամանակին, ինչու՞ չես արդարացնում, այլ գործում ես ճիշտ հակառակը։ Եվ որպեսզի այդ դրսևորումները, հա, ինչու է առաջացել, չգիտեմ, այս կամ այն շարժումը, ինչու են մարդիկ բողոքում, ինչու են ցույցեր լինում, ինչի է եկեղեցին է արտահայտվում, բոլոր կառույցները կարծես թե դեմ են իշխանությանը դուրս եկել եւ այդ վախը իրենց ստիպում է գործել հիստերիկ կերպով, գործել ուժ կիրառելով, ցույց տալով, որ իրենք ինչ-որ մի բան կարող են, բայց սա բացարձակապես այո, վախի դրսևորումն է։